Այդ բոլոր կեղծ նարատիվները մեր հասարակության վրա բացասական ազդեցություն են թողնում։ Թրիփը միջանցք տալ է, ծիծեռնակաբերդը քանդում են, ապրիլի 24-ն էլ չի լինելու, իսկ արդեն բուն քարոզարշավի օրերին 300,000 ադրբեջանցիների Հիմնական կեղծ նարատիվը 300,000 ադրբեջանցիների անմիջապես ընտրություններից հետո ԿՊ-ի հաղթանակի պարագային վերադարձներ, որը շրջանառվում էր ընդդիմության ներկայացուցիչների կողմից։ Իդեպ սա այն նարատիվն է, որը դոմինանտ է նաև Ադրբեջանում։ Ստացվեց, որ Ադրբեջանում այս խոսույթը տեղափոխվեց նաև մեր ներքին քաղաքական պայքար եւ հնչեց ընդդիմության ներկայացուցիչների շուրթերով։ Ադրբեջանական քիմքին հաճո, բայց հայկական օրակարգ չսպասարկող նարատիվներ, որ զարգանում ու զարգացնում են Հայաստանում։ Տարբեր փուլերում տարբեր, բայց բոլորն էլ հիմնականում էմոցիոնալ տագնապ առաջացնող։ Ինչ իմաստ ուներ օրինակ Հայաստանի քաղաքացիներին տերորի ենթարկել 300,000 ադրբեջանցիների շուտապույտ վերադարձի տեսությամբ, չգիտեմ, կախավարկածով, սպառնալիքով։ Ընդ որում քվեարկությունից հետո այդ թեման ոչ թե մարում է, այլ ավելի է բորբոքում։ Հիմա էլ անհանգստանում զարմանում են, թեման ակտիվացել է նաև Ադրբեջանում։ Իսկ ինչու չպետք է ակտիվորեն շահարկեն, եթե տեսնում են, որ այն Հայաստանում վերածվել է քաղաքական պայքարի առանցքային գործիքներից մեկի։ 300,000 ադրբեջանցի Հայաստանում։ Մինչդեռ դժվար է հիշել դեպք, երբ հայկական քաղաքական խոսույթի որևէ ձևակերպում Բաքվում թեյ խմելուց մինչև այլ բարձրաձայն հայտարարություններ Ադրբեջանում վերածված լիներ քաղաքական օրակարգի կամ լրատվամիջոցների գլխավոր թեմայի։ Փորձագետների դիտարկումն է։ Ելակետը ես կարծում եմ քարոզարշավի ժամանակ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունն է, որ 300,000 ադրբեջանցիների Հայաստան վերադառնալու թեման փակվել է, որովհետև փակվել է 500,000 հայերի Ադրբեջան վերադարձի թեման։ Իսկ եթե հունիսի 7-ի ընտրությամբ հաղթեր ընդդիմությունը, Ադրբեջանում ամիսներ առաջ կազմակերպած վերադարձ դեպի Արևմտյան Ադրբեջան խորագրով միջոցառումը չէր լինելու։ Ոնց պետք է թույլ չտային։ Թող իրենք բացատրեն ինչպես պետք է թույլ չտային Ադրբեջանը որևէ միջոցառում կազմակերպի իր տարածքում, այսինքն սրանք անհիմն պնդումներ են, բայց կարևորն այն է, ինչ որ Ադրբեջանը կազմակերպում է, դա իր ներքին լսարանի համար է, եւ լավ կլինի իրենք պատասխանեն հարցին, թե ինչու են իրենք կրկնում այն թեզերը, որոնք Ադրբեջանում գործածվում են։ Իրենք այդ թեզերը բերեցին եւ դարձրեցին Հայաստանի Հանրապետության ներքին քաղաքական օրակարգի մաս, օգտագործեցին այդ թեզերը նաեւ քվեներ ստանալու նպատակով։ Մենք պետք է դիտարկենք ոչ թե իմ կարծիքով այն թե ինչ էին ասում, այլ ինչու էր ասում։ Միաժամանակ խոսույթը եւ Երևանում էր, եւ Մոսկվայում։ Պետական մակարդակով Մոսկվան ուղղորդում էր այն խոսույթները կամ այն օրակարգերը, որ Հայաստանում գեներացնում էր ընդդիմությունը։ Ու շարունակում են նույնն անել ընտրություններից հետո էլ։ Ապացույցը կենտրոնական ընտրական հանձնաժողովին ուղված եւ նույնաբովանդակ մեղադրանքներն են խնդիրների մասին, որոնք տեսնում են միայն Հայաստանի ընդդիմությունն ու Ռուսաստանի մեդիա դեմքերը։ Օրինակ, ասենք հունիսի 14-ին ԿՀ կողմից քվեարկության արդյունքները արդեն պաշտոնական հրապարակելուց հետո Ռուսաստանի ՌԻԱ Նովոստի պետական գործակալությունը այդ ինֆորմացիան տարածում է, կենտրոնական ընտրական հանձնաժողովը հաղթանակը շնորհեց Նիկոլ Փաշինյանին վերնագրի ներքո։ Ոչ թե Նիկոլ Փաշինյանը կամ նրա քաղաքական թիմը կամ քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը ստացավ այսքան քվե եւ հաղթեց կամ կարող է կառավարություն ձևավորել, այլ միանշանակորեն գրում է, որ կենտրոնական ընտրական հանձնաժողովը հաղթանակը շնորհեց Նիկոլ Փաշինյանին, այսինքն այդ հաղթանակը դրվում է կասկածի տակ։ Իշխանությանը կարելի է եւ պետք է քննադատել, բայց քննադատությունն ու քաղաքական պայքարը մի բան են, անձնական թշնամանքը մեկ այլ, ըստ փորձագետի այս դեպքում հաճախ հենց այդ սահմանն է հատվում։ Որը փորձ է արվում ժողովրդին ներկայացնել, որ հայրենասիրական պսպղուն պատետավորումներով, որ գունավոր նկարներով կամ չգիտեմ մուլտիպլիկացիոն կադրերով նույնիսկ, բայց գիտեք մի բան է դեմ լինել, այլ բան է նախընտրական
հանրահավաքի ժամանակ Հայաստանի Հանրապետության քարտեզը պատռել։ Քաղաքականությունը հայրենասիրական սիրուն բառերով կեղծ նարատիվների փաթեթավորումը չէ։ Որն է ընդդիմության ցանկությունը։ Ես տասնյակ անգամ ես հարցադրում արել եմ եւ հեղինակային հոդվածում, եւ հարցազրույցով, եւ Facebook-յան գրառումներով։ Հայ-ադրբեջանական պայմանագիր չի ստորագրում։ Ենթադրեմ չի ստորագրում։ Հաջորդ քայլը որն է։ Ինչ է լինելու։ Որն է ընդդիմության ծրագիրը։ Չկա այդ ծրագիրը չկա, ժողովրդին որևէ համարձակություն չունեն հանրության ինչ որ բան ներկայացնել։ Օրինակ ասեք անկեղծորեն հայտարարել, որ ես Հայաստանի վարչապետ լինելու դեպքում 10 տարվա ժամկետում բանակը ամրապնդելու եմ, հարձակվելու եմ եւ Լեռնային Ղարաբաղը հետ են վերադարձել։ Սա ավելի հասկանալի, ընդունելի, ինչ որտեղ ընկալելի կլինի հասարակության ինչ որ մի խավի համար։ Մենք ուժեղ խաղաղություն ենք կերտելու, ուժեղ Հայաստանն է ասում։ Ռոբերտ Քոչարյանն ասում է, խաղաղությունը պետք է երաշխավոր ունենա, այսինքն Ռուսաստանը պետք է գա Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին կանգնի։ Ուղիղ հարցերին ուղիղ պատասխաններ այդպես էլ չտվեցին քարոզարշավի ընթացքում, այդ թվում օրինակ ամենապարզ հարցին՝ ինչ է լինելու, եթե Սամվել Կարապետյանի ուժը չհաղթի, բացառում էին, անհնար համարում։ Կեղծ նարատիվների շարքում նաև կարելի առանձնացնել այն հանգամանքը, որ Սամվել Կարապետյանն է լինելու վարչապետ, ով սահմանադրությամբ չէր կարող եւ չի կարող լինել Հայաստանի Հանրապետության վարչապետ, լինելով նաեւ օտարերկրյա քաղաքացի, այսինքն անունը օգտագործվում էր հենց ձայներ կորզելու համար, թեև նույնիսկ այդ ուժի առաջին համարը Սամվել Կարապետյանը չէր։ Փոխարենը դեռ ընտրությունը չեղած Սամվել Կարապետյանին արդեն վարչապետով էին դիմում, ստորադասելով ամեն մի ընտրողի քվեի ուժը։ Քաղաքական գործիչը պետք է հստակ իր տեսակետ արտահայտի։ Եթե Նիկոլ Փաշինյանը քարոզչական որոշ թեզեր, իմ կարծիքն եմ ասում, չօգտագործել, հնարավոր ավելի շատ քվե ստանալ։ Աթանեսյանը իրեն հանդիպած օրինակներից մեկն է բերում։ Փաշինյանն ասում է, Ղարաբաղյան շարժումը չպետք է շարունակվի։ Կարող է այդքան կտրուկ չասել, ինչ-որ մի ուրիշ եղել, բայց եթե դա պետական որոշում պետք է լինի, եւ այդ պետական որոշումը այս փուլում բոլոր առումներով արդարացված է, ապա իշխանությունը քաղաքական գործիչը պետք է հանրության հետ անկեղծ լինի եւ ասի։ Հենց դրա պակասն ենք ունեցել անկախությունից հետո, ոչ թե իրականությունն են ասել, այլ հասարակության ականջներին հաճելի խոսույթ են օգտագործել ու փոխանցել։ Մենք այդ պակասի զոհն ենք։ Անկեղծ ճշմարիտ խոսքի, այն ինչ որ հնարավոր է, այն ինչ որ իրացնելի է։ Քաղաքական գործիչը պետք է դա ասի։ Ոչ թե ինչ որ երևակայական բան, օրինակ Ռոբերտ Քոչարյանին հարցնում են, Արցախ վերադարձ հնարավոր է, դե շատ բարդ է, բայց եթե մի հնարավորություն լինի, ապա ամենալավը ես կիրականացնեմ։ Սա պատասխան չի։ Ու կրկին օրակարգային է դառնում հարցը, թե որն է այսպիսի խոսույթի, հույսերի ձևավորման նպատակը, շարժառիթը։ Մենք ուզում ենք Հայաստանը ներքաշել, վերադարձնել ավելի ճիշտ, վերադարձնել այն իրավիճակին, որը հանգեցրել է 44-օրյա պատերազմի, որը հանգեցրել է 2022 թվականի սեպտեմբերի 13-ից 15-ի երրորդյա մարտերի, Լեռնային Ղարաբաղի լիակատար վերջնական անեքսիայի եւ էթնիկ հայության բռնատեղահանությանը։ Մենք Հայաստանը 30 տարի հետ ենք տանում, հասցնենք 1996 թվականի մակարդակը, չգիտեմ։ Հայրենասիրական կոչերի հակառակ կողմում հայրենիքը սիրելը, հայրենիքում ապրողին սիրելը չէ թերևս, հակառակ դեպքում հարց է առաջանում։ Ինչպես կարելի է օրինակ հրճվել, որ Ռուսաստանը արգելել է հայկական ծիրանի ներկրում։ Մարդիկ հրճվանք են ապրում, սպասելով որ այս, չգիտեմ, երևի ենթադրենք այդ 300-400 խոշորագետերը ցույց կազմակերպեցին։ Կեղծ նարատիվներով այսօր արժե զրկվում են շատ կարևոր բառեր, օրինակ քաղբանտարկյալ, բռնաճնշում, քաղհալատյալ։ Որ որևէ մեկ երբ ձերբակալում է, անգամից հիշում են նրա ընտանիքին, զավակներին, ծնողներին կամ արած գործերը եւ այլն։ Այդպես որ նայենք բոլորն էլ ընտանիք ունեն, ծնողներ, երեխաներ, կին կամ ամուսին։ Եվ այստեղ տեսեք միանգամից շեշտը դրվում է երկրորդական գործոնների վրա առանց ասելու կամ կենտրոնալ հանգամանքի վրա, ինչի համար է այդ մարդը ձերբակալվել, ինչում է այդ մարդը մեղադրվում եւ այլն եւ այլն։ Օրինակ Իշխան Սաղաթելյանի
բնակարանում խոզարկություն են իրականացրել, ինչպես նաև իր կնոջ անունով գրանցված տրանսպորտային միջոցներում արդեն իշխան Սաղաթելյանը քաղաքացիալ է կոչում, բայց հարցը ըստ քննչական կոմիտեի նրանում է, որ այդ ունեցվածքի վրա դրված է կալանք, մարդ փաստորեն փորձել է կալանքի տակ գտնվող իր ունեցվածքը ինչ-որ զարտուղի ճանապարհով իրացնել։ Սա ինչ կապ ունի իշխան Սաղաթելյանի քաղաքական հայացքների հետ։ Թվում է լուր է, կարդում ենք, նյարդայնանում, անհանգստանում, հետո կպարզվի, կեղծ է ու կանցնենք առաջ, բայց այդպես պետության առաջընթացն է կանխվում։ Մշտապես դրանք հասարակությանը պահում են ինչ-որ հոգեբանական տագնապի մեջ, գեներացնում են բացասական էմոցիաներ։ Մեզ փորձում են պարտադրել ողբի, որփի, գաղթականի, ցուպը ձերքին, երկրի երկիր թափառող հայի բարդույթ, որ անպայման ինչ-որ մեկի օգնության կարիքն ունի եւ այդ ինչ-որ մեկը, քանի որ այս տարածաշրջանում 200 տարի, 250 տարի եղել է Ռուսաստանը, պետք է այդպես է շարունակվի։ Այն աստիճան, որ մարդիկ օրինակ 21-րդ դարում չեն պատկերացնում իրենց կյանքը, իրենց ապագան, եթե հանկարծ Հայաստանը ցորեն գնի ոչ թե Ռուսաստանից, այլ Ուկրաինայից։ Կրկին վերադառնալով վերջին օրերին, ամիսներին ու տարիներին ստեղծվող կեղծ նարատիվներին, հուզմունք, զայրույթ, տագնապ առաջացնող խոլովակներով, լայվերով ու գրառումներով, բայց այդպես էլ իրականության հետ չհատվող։ Ապրիլի 24-ին ասեն հուշահամալիրը փակա, որպեսզի մարդիկ չբարձրանան հուշահամալիրը։ Այդ մարդկանց այդ հարցերը պետք է տան։ Դու մի տարի առաջ sense բան էիր ասում, էլի։ Այլ հարցերով են գնում դիմում, իրանք էլ այդպես սողոսկում են պատասխանատվությունից եւ հորինում են նոր կեղծ թեզեր եւ դնում են շրջանառության մեջ։ Ոչ թե անհատական, այլ պետական շահն է կարևորը ու գիտակցումը, թե այս կամ այն ձևակերպումը պետական շահին դեմ է, կողմ է անկախ արտաքին ուժերից ու հին բարդույթներից։ Որն է Հայաստանի մշտական շահը։ Հայաստանի մշտական շահը Հայաստանի Հանրապետության 29743 կիլոմետր տարածքում 3 միլիոն, 3.5 միլիոն, 10 աստված 20 տարի հետո 4 միլիոն հայ մարդու, Հայաստանի քաղաքացու անվտանգության, բարեկեցության ապահովումն է եւ նրա մարդկային արժանապատվության ու իրավունքների պաշտպանությունը։ Այլ խնդիր որևէ պետություն չունի։ Իրինամ Կրչյան, Աշոտ Խաչատրյան, Կարեն Բաղդասարյան, Կիրակնորյա լուրեր։